Սեպտեմբերի 14-ին Աշտարակ քաղաքում բացվեց հիմնանորոգված հայորդյաց տունը, շենքի հանդիսավոր բացումը կատարեցին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը եւ Գուլամիրյան հիմնադրամի տնօրինությունը։ 2 տարի առաջ վեհափար Հայրապետի տեսլականով եւ հիմնադրամի նախագահ ամերիկահայ բարերար Մայքլ Հարաթունյանի տրամադրած միջոցներով խորհրդային տարիների տուֆակերտ այս շենքը նոր կյանք եւ պատմություն սկսեց։ Եռահարկ շինությունն այնքան վատ վիճակում էր, որ նորոգումն սկսվեց անմիջապես եւ ավարտվեց մոտ 1 տարուց։ Ինչ որ ես կտեսնամ, այս երեխաները շատ խելացի են, բայց պայմաններ պետք ունեն այն իրականությունը, որ եթե ունենան բادرությունը, պիտի իրենց աբական շատ ավելի լայն ուղա, շատ ավելի բարձր աստիճաններով պիտի հասնեն, իննբաստ իրենց անձնական հաջողություն եւ ընդհանուր հայության համար։ Գուլամիրյանների անունը գրող հայորդյաց տունն այժմ լուսավոր ու կահավորված դասասենյակներ ունի, մեծ հանդիսասրահ, ամեն ինչ հարմարեցված է շուրջ 300 երեխաների կրթությունը կազմակերպելու գործին։ Վեհապարը մշակութային նոր կրթօջախում օրհնության կարգ կատարեց, մաղթանք ուղեց բարերարներին, կենտրոնի սաներին եւ մանկավարժներին։ Հանրապետության 8 հայորդաց տները մշտապես Հայրապետի ուշադրության կենտրոնում են։ Անցյալ տարի սկսվեց եւ այս տարի արդեն այս վիճակով հանձնվել է անհավանական թվացող արագությամբ։ Նորաշեն դահլիճում հյուրերի համար ելույթներ էին պատրաստել Աշտարակի հայորդաց տան Պարի դասարանի սաները։ 2006-ին ստեղծված հաստատությունում պատանիները սովորում են ժողովրդական, ազգագրական եւ ժամանակակից պարեր, ուսուցանում են տարբեր արհեստներ եւ արվեստներ, կան բազմաթիվ խմբակներ մաքրամեի, երաժշտական գործիքների, օտարլեզուների։ Այստեղ երեխաներին նաև եկեղեցու պատմությանն են ծանոթացնում։ Աշտարակի հայորդյաց տուն հաճախում են ոչ միայն Աշտարակից, այլ նաև շրջակա գյուղերից, Բազմաղբյուրից, Փարպիից, Բյուրականից, Օշականից, Մուղնիից։ Աշխատում է 14 մանկավարժ, տնօրեն Կարինե Գևորգյանը վստահ է, այս տարի երեխաների թիվը կավելանա, կհասնի կամ նույնիսկ կանցնի 400-ը։ Հունիսի վերջին տարին փակել են 310 երեխայով։ Իսկ հիմա դեռ շուտ է, որ ստույգ թիվ ասեմ, որովհետև մեր հին երեխաները ինձ թվում է բոլորը կլինեն, հələ մի բան էլ ավելի, որովհետև վերանորոգված շենքում ես վստահ եմ, որովհետև շատ դիմողներ կան ու դիմումներ, որոնք ուզում են հաճախեն։ Հրաժեշտից առաջ վեհափարը հատուկ շնորհակալության խոսք ուղեց հայորդյաց տան մանկավարժներին, գնահատեց նրանց հավատարիմ նվիրումը հայ մանուկներին։ Հայրապետը երախտիքի խոսքեր ասաց մեկենասներին, օրհնեց Սփյուռքի հայ բարերարների արդար վաստակը, նրանց ջանքերը մասնակցելու հայրենիքի ազգային եւ մշակութային կյանքի բարենորոգմանը։ Դժվար է պատկերացնել այն վիճակը, որում գտնվում էր այս կառույցը։ Ամեն անգամ հանցավորության զգացում ունեինք, երբ մուտք էինք գործում այս հաստատություն եւ տեսնում էինք մեր երեխաները ինչպիսի պայմաններում են կրթվում դասիրակում։ Փառք ենք տալիս Աստծուն։ Այսօր, որ այսպիսի սքանչելի պայմաններով է օժտված այս հայորդյաց տունը, օրհնում ենք ամենքի ջանքը, նվիրումը, սերը, մեր ազգային կյանքը շեն ու պայծառ տեսնելու, շեն ու պայծառ պահելու համար։ Աստված օրհնի։ Հերմինե Հակոբյան, Վարամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։